Հարսնաձորի լեգենդը սերիալը շարունակում է պահել իր բարձր լարվածությունը և վերջին զարգացումներն հերթական անգամ ապացուցեցին, որ պատմությունը մտնում է իր ամենավտանգավոր ու անկանխատեսելի փուլը։ Այնինչ սկզբում թվում էր պարզապես ընտանեկան դրամա, հիմա վերածվել է մեծ խաղի, որտեղ խառնվել են դավադրությունը, կեղծիքները, ֆինանսական շահերն ու մարդկային ճակատագրերը։ Սոնայի ուշքի գալն անկասկած դարձավ վերջին սերիաների ամենասպասված պահերից մեկը։ Հիվանդանոցային ծանր տեսարaniից հետո հանդիսատեսը սպասում էր հասկանալու՝ նա կկարողանա վերադառնալ կյանք, թե ոչ, և երբ վերջապես Սոնան պարզ դարձավ, որ գիտակցության է եկել, շատերի համար հույսի նշան դարձավ։ Բայց սերիալն այստեղ թույլ չի տալիս հանգստանալ։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրա մոտ ոչ ոքի չեն թողնում։ Բժիշկներն ու իրավապահները սահմանափակել են բոլորի մուտքը, մինչ քննիչը խոսի նրա հետ։ Սա արդեն հուշում է, որ Սոնան դարձել է ոչ միայն տուժած, այլ նաև կարևոր վկա։ Նրա խոսքերը կարող են ամբողջությամբ փոխել իրավիճակը։ Հենց այստեղ է լարվածությունը կրկնապատկվում։ Ինչ կհիշի Սոնան։ Արդյոք նա կհասկանա, թե ինչ է խմել, կկարողանա կապել իր վատթարացումը Սաքոյի պատրաստած հեղուկի հետ և ամենակարևորը՝ արդյոք նա անուններ կտա։ Քննիչի ներգրավումը սերիալին տալիս է արդեն քրեական դրամայի երանգ։ Այլևս խոսքը միայն ընտանեկան վեճերի մասին չէ, այստեղ կա հնարավոր հանցագործություն, խարդախություն և մի ամբողջ շղթա գործողությունների, որոնք կարող են քանդել շատ մարդկանց կյանքեր։ Բայց մինչ բոլորը կենտրոնացած էին Սոնայի վրա, սերիալը հանկարծ բացեց նոր և շատ վտանգավոր ուղղություն՝ Աբոյի քայլը։ Պարզվում է, որ Աբոն ծախել է 2 բեռնատարները, և ամենաշոկայինն այն է, որ փաստաթղթերի տակ դրված է Սաքոյի ստորագրությունը։ Սա բառացիորեն պայթեցնող բացահայտում է, որովհետև եթե Սաքոն իրականում տեղյակ չի եղել, նշանակում է գործ ունենք կեղծ ստորագրության կամ մանիպուլյացիայի հետ։ Հեռուստադիտողներին արդեն պարզ է, որ այս ամենը Արմոյի ձեռքի գործն է, քանի որ նա տալիս էր փաստաթղթեր ու Սաքոն ուղղակի ստորագրում էր, և սա այդ ամենի հետևանքն է։ Հետաքրքիր է, արդյոք Սաքոն իսկապես ոչինչ չգիտեր։ Հաշվի առնելով նրա երկարատև վատ վիճակը և դեղերի ազդեցությունը, շատ հնարավոր է, որ նա պարզապես չի հասկացել, թե ինչ փաստաթղթեր է ստորագրում։ Սա ավելի ողբերգական է դարձնում նրա կերպարը։ Նա ոչ միայն հոգեբանական և ֆիզիկական վնասի զոհ է, այլ նաև ֆինանսական խաղերի մեջ օգտագործված մարդ։ Երկրորդ հարցը՝ ինչու Աբոն գնաց այդ քայլին։ Նրա կերպարը հիմա հայտնվում է շատ բարդ վիճակում։ Մի կողմից նա հայր է, ով ցավում է Սոնայի համար և պատրաստ է ամեն ինչ անել, մյուս կողմից նրա քայլերն արդեն դուրս են գալիս զգացմունքային արձագանքի սահմաններից և մտնում են շատ վտանգավոր դաշտ։ Բեռնատարների վաճառքը նշանակում է, որ բիզնեսը բառացիորեն փլուզվում է։ Այնինչ տարիներով կառուցվել էր, հիմա գնում է ուրիշների ձեռքը։ Սա ոչ միայն ֆինանսական կորուստ է, այլ նաև իշխանության կորուստ։ Սերիալում բիզնեսը միշտ եղել է ավելին, քան պարզապես գումար։ Դա ազդեցություն է, դիրք, վերահսկողություն, և հիմա, երբ այդ ամենը սկսում է դուրս գալ նրանց ձեռքից, հերոսների միջև պայքարը դառնում է ավելի դաժան։ Շատ հետաքրքիր է նաև այն, թե ինչպես են այս բոլոր գծերը միավորվում։ Սաքոն դեղերի ազդեցության տակ, Սոնան հիվանդանոցում որպես կարևոր վկա, Աբոն զայրույթի և քաոսի մեջ, Արմոն անհետացած, բայց դեռ ամեն ինչի կենտրոնում։ Կարծես յուրաքանչյուր կերպար հիմա կանգնած է անդունդի եզրին։ Հատկապես հետաքրքիր է Արմոյի բացակայությունը։ Որքան նա չի երևում, այնքան նրա ստվերը մեծանում է։ Շատերը համոզված են, որ նա դեռ ունի ինչ-որ գաղտնի քայլ, որը փոխելու է ամեն ինչ։ Գուցե նա է կանգնած այս խառնաշփոթի հետևում, գուցե նա կանխամտածված քանդում է ամբողջ համակարգը ներսից։ Սոնայի հնարավոր ցուցմունքը կարող է դառնալ այն կետը, որտեղ ամեն ինչ սկսում է փլուզվել։ Եթե նա պատմի, թե ինչ է տեղի ունեցել, եթե պարզվի դեղերի պատմությունն, ապա շատ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ։ Միևնույն ժամանակ, սերիալը պահպանում է նաև զգացմունքային շերտը։ Հերոսները ոչ միայն պայքարում են իրար դեմ, այլ նաև իրենց ներսի ցավերի հետ՝ դավաճանություն, վախ, կորուստ, սեր, և այս ամենը խառնված մեկ պատմության մեջ, որը հիմա հասել է իր ամենաթեժ փուլին։ Հարսնաձորի լեգենդը շարունակում է ապացուցել, որ կարող է հանդիսատեսին պահել էկրանների առաջ մինչև վերջին րոպեն, և հիմա արդեն ակնհայտ է,
որ ավարտը մոտ է, բայց մինչ այդ դեռ շատ գաղտնիքներ են բացահայտվելու, շատ հարաբերություններ են փլուզվելու եւ շատ ճակատագրեր փոխվելու են ընդմիշտ այնպես, որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու, սեղմեք զանգակոճակին եւ իհարկե ստացեք նորություններն առաջինը։ Նշենք, որ հեռուստասերիալի ավարտը մոտ է, իսկ սա նշանակում է, որ հանգուցալուծումը մոտ է, իսկ նոր հեռուստասերիալի աշխատանքներն արդեն ստացված